Բարի ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-967-531 եւ հայաստանյան 060-3511-31 հեռախոսահամարով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրերին։ Այսօր տաղավարում հյուր ընկալել եմ Նարեկաբույժ հոգեթերապետ, բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Ներսիսյանին եւ հոգեբան Իրինա Ծատուրյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի պատրոնում, Facebook-յան եւ YouTube-յան էջերում։ Բարի ձեզ հարգելի հյուրեր, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալ ենք, որ մեզ հրավիրեցիք։ Փաստորեն այս տարվա մեր վերջին հաղորդումը կլինի, փորձենք ամփոփել տարին եւ հասկանալ ընդհանրապես ինչպես է գնահատում մեր հանրությունը, ինչ հոգեբանական վիճակում է։ Արդյոք այն ամենը, ինչ որ կատարվում է մեր շուրջը եւ հանրության առողջության վրա է ազդում, հոգեբանության վրա է ազդում, մենք ինչպես ենք կարողանալու այդ բոլոր իրադարձությունների այդ ազդեցությունները հաղթահարել, Տիկին Ծատուրյան։ Մենք հիմա գտնվում ենք եւ այդ process-ը բավականին երկար է, ըստ իս գլոբալ փոփոխությունների շրջանում, որ այն կյանքով, որով մենք ապրել ենք դեռ 7-8 տարի առաջ, նա փոխվում է, նոր արժեքներ են մտցվում, նոր մոտեցումներ են մտցվում, շատ բաները ժողովրդի կողմից չի ընդունվում, որոշ բաները ընդունվում է եւ մենք ինչ ենք տեսնում, որ ազգը կիսված է երկու մասի, մի մասը, որը ընդունում է այդ փոփոխությունը, մտածելով, որ ամեն ինչ լավ կլինի, բայց մյուս մասը ինքը այդ փոփոխությունները չի ընդունում, ավելի տեսնում է մեր զարգացումը, մեր տրադիցիաները պահելու մեջ եւ նոր ինչ որ այդ գլոբալիզացիա կոչված բաների հետ հայը քանի որ միշտ ավանդապաշտ ավելի եղել, նա այդ գլոբալիզացիոն խնդիրների հետ չի կարող համակերպվել, որը իհարկե անդրադառնում է իր հոգեբանական վիճակի վրա, դա իբրև առաջինը, երկրորդը, մենք իհարկե չունենք որևէ պաշտպանություններ, ես ի նկատի ունեմ սոցիալական եւ առողջապահական պաշտպանություններ, ազգը ծերանում է, արտագնան շատանում է, մնում են մեծերը հիմնականում օրինակ համար նայում ես բարեկամների մեջ, ասենք թե մուտքերում երիտասարդները չկան, միայն իրենց ծնողներն են եւ այլն, եւ էլի չկա պաշտպանություն, ասենք թե հիվանդության պարագայում, ծերանալու պարագայում, միջև հիմա մենք ունենք խնդիր, որ ծերանոց տանելը ծնողին դա այիբ է, դա խայտարակություն է, որը որ աշխարհը լրիվ ընդունել է եւ համարում է, որ ծերին ծերանոց շատ ավելի լավ կլինի, տեսեք մենք այդ բաների մասին, ես չեմ հիշում, որ երբևէ որևէ տեղ մենք դրա մասին խոսենք, իսկ հիմա ես ինչ եմ տեսնում, որ քանի որ մեր ազգաբնակչությունը ծերանում է, մենք ծերության հետ կապված թե հիվանդությունների, թե հոգեբանական վիճակի, դա մեծ թեմա է բացվում, որի մասին երևի Հաջորդ տարի մենք հաստատ Այո, մենք պետք է դրան պետք է անդրադառնանք, թեկուզ ինչ որ խմբեր ակտիվ քաղաքացիական ոգով խմբեր ստեղծվեն, որոնք ասենք թե ինչ որ հարցեր դնեն, ոչ թե թոշակը բարձրանա, ասենք թե 3-ից 5000, այլ որ ասենք թե մենք հասկանանք, որ տեսեք դրսի փորձը կա, որ ծերերի համար կան հատուկ հաստատություններ, ոնց որ դա օրինակ նահանգներում դա անվանում են մանկապարտեզ, առավոտյան գալիս են ավտոբուսներով տանում են, այնտեղ զբաղացում են, հետո երեկոյան գալիս են նմանատիպ, տեսեք, որ ինքը ստեղին չէ դառնում, ստեղ դառնում է, որ այն ընտանիքի քոտուկը գլուխը, եթե մենք վերցնենք մեր տրադիցիան հայկական, որը որ կամ այդ ընտանիքի տատիկն է, կամ պապիկն է, կամ տատիկ ու պապիկը միասին են, ինքը դառնում է ավելորդ, նա որևէ մեկին հարկավոր չի, նա օրինակ համար ես դա ինչի վրա եմ հիմնվում, ես իմ ինչը որ ես խոսում եմ, ես հիմնվում եմ իմ այցելուների ասացի վրա, գիտեք ինչքան ունեմ երիտասարդ աղջիկներ, որոնք գալիս են, որոնց խնդիրը իրանց պապիկների կամ տատիկների հետ շփումն է։ Տեսեք, որովհետև ինքը պապիկը եւ տատիկը ինքը տարիքի հետ նեղացկոտ է ավելի դառնում, այս գերմենը ունենում, նա հիշողությունը այդքան լավ չի լինում եւ այլն, ինքը անկարվում է երիտասարդի կողմից իբրև ավելորդություն։ Ինքն էլ այդ իր հարսը կլինի թեկուզ որդին կամ դուստրը կլինի, նա էլ իրենց չի ընդունում եւ շարունակում է իրենց հետ վարվել
իբրև որ իրենք երրորդ դասարանում են, բայց իրանք արդեն հասուն մարդիկ են։ Շատ հետաքրքիր այնտեղ բաներ կան, ինձ համար հետաքրքիր, եւ որ ողբերգական են մարդկանց համար, ովքեր որ գտնվում են այդ վիճակի մեջ։ Այդ դա ինձ թվում է այսօր մեր նաեւ մեծ խնդիրներից մեկն է, որի մասին սովորաբար չեն խոսում, բայց ազգը ծերանոման նորից եմ կրկնում, այդ խնդիրները գնալու ոչ ոք չի երիտասարդանում, մենք դա հասկանում ենք, երիտասարդները արտագնան, արդեն գալիս է ստեղծել, գալիս է արտագնայի հարցը, որը ասենք թե եթե առաջ ինչ որ հիմա գուցե մի քիչ կանգնել է այդ process-ը, որովհետև թե Եվրոպան, թե նահանգները արդեն ավելի ծանր է, հա, եւ տեղափոխվելն է ավելի ծանր, այո, եւ խստացրել են եւ այլն, եւ հետո կան մարդիկ, որոնք վերադառնում են ապահովությունը զգում են այո, իրենք այնուամենայնիվ վերադառնում են, բայց դա էլ է այդ միգրացիոն process-ները, իրենք օրինակի համար ես ունեցել եմ այցելու աղջիկ երեխա էր, որը մեկ ապրում էր Հայաստանում, մեկ նահանգներում, մեկ Հայաստանում, մեկ նահանգներում, նա չէր հասկանում նա որտեղ է, այսպես տատանվելով ծնողները դե հասուն են, բայց չէին որոշում, հա, որտեղ մնան, որ երկրում մնան, Հայաստանում մնան, թե նահանգներում, եւ նա ունեցավ դրա պատճառով շատ խորը հոգեբանական խնդիրներ, շատ, դե ես փորձեցի իրեն օգնել, նա վերջնական ընտրեց նահանգները, բայց այդ զանգումը ասում եմ, բայց այն ջիգերը որտեղ իր հորաքուրները, չգիտեմ այնտեղ բարեկամները հոր կողմից, նա տեղացի էր մոր կողմից հայրենադարձներ էին, հա, նա դա այնտեղ դա չէր տեսնում։ Մի խոսքով այդ բոլոր հարցերը ես իհարկե պարոն Ներսյանն էլ տեղ թողնեմ, որ նա ասի թե ինչ է տեսնում, մենք շատ խնդիրներ ունենք եւ մեր խնդիրները ճիշտ ասած ես չեմ տեսնում միտում, որ այդ խնդիրները լուծվում են, հա, իրենք գնում են եւ մեր բանը ավելի գիտեք մեր պայքարը գնում է ոչ թե անձի մարդու մասին մտածելու, այլ ինչ-որ հասարակարգ փոխելու, ինչ-որ բան անելու եւ դա իհարկե սկսվեց ցույցերից 88 թվի, երբ որ շատ մեր հայտնի նույնիսկ դերասանները ինֆարկտներ են ստանում հեռուստացույցի առջև լուսահոգիները հեռուստացույցի առջև դրած, այսինքն Գեգելը մի հատ արտահայտություն ունի, ասում է ջրի հետ երեխային էլ դենք շպրտեցինք, հա, որ մենք պայքարում ենք ազգի համար, բայց այն աղյուսիկները, որոնցից կազմվում է ազգի բարեկեցությունը, առողջությունը, ապագայի նկատմամբ եղած հույսը, հավատը, դա կորում է։ Բայց ոնց է լինում տեսման, այդ պարադոքսալ վիճակի մեջ ենք, հա, ցույցերը ամեն անգամ դուրս են գալիս, այս մի բանը, այս եկավ, չեմ ուզում քաղաքականացնել մեր, այս մեկը եկավ գնացին իր հետևից ֆեյք դուրս եկավ, այս մեկը եկավ գնացին իր հետևից էլի ֆեյք դուրս եկավ։ Մի խոսքով դա այսօր մենք այդ վիճակում ենք եւ ես տեսնում եմ ճիշտ ասած ապաթիա, դրա հետ մեկտեղ էլ օգնելով մեր ժողովրդին փորձում եմ տանել են դաշտը, որ 15 թվին ավելի ծանր է եղել, բայց մենք հարատևել ենք։ Մենք ունենք այդ ռեսուրսները, մենք մեր ռեսուրսները միջև վերջ չենք գործածում։ Ես համենայն դեպս տանում եմ դրան։ Պարոն Ներսյան, ինչ ունեք ավելացնելու եւ ընդհանրապես այս տարվա հետ կապված ամենատարածված, այսինքն զգացումը որն էր հասարակության մեջ, վախը, անտարբերությունը, հուսահատությունը, հոգնածությունը, որն էր։ Հաշվի առնելով ձեր մասնագիտական այս հնարավորությունները դուք հենց շփվում եք նմանատիպ մարդկանց հետ։ Նախ ավելացնեմ, որ ինչու մենք մտածում անհանգստանում ենք թե իր մասին միայն սեղանի շուրջ կենացնել։ Այո։ Սա է, գիտեք, այդ խաբկանքը, որ մեզ թվում է, որ այո մենք շատ սիրում հարգում ենք ծնողներին, որտեղ այդ երկակի ստանդարտները մտածում մեր մոտ շուտվանից եղել են, չէ՞։ Այսպես բավարարվում ենք, խմում ենք երեխաների, չէ՞, ծնողների կենացները, չէ՞, հետո էլ այսպես մի քիչ այլ ազգերի հետ համատում ենք, տեսեք, չէ՞, որ ասում են ինչ որ ազգեր ուշ են խմում, շուտ են խմում։ Այս էլ խաբկանք է, որտեղ նա որ խմում է, իրեն թվում է այ ինքը իսկապես սիրում է, մտածում է, անում է։ Բայց իրականում այդպես չի։ Դրա համար պետք է մենք
մեր թերությունները, արատները խոսենք, ասենք, բայց եթե այսպես նայենք մի քիչ հետ, ընդհանրապես այդպիսի մոտեցումներ, հաղորդումներ, թոքշոուներ մեր մոտ չկան։ Մենք ուղղակի այսպես սիրում ենք, չէ՞, հիշելով անցյալը, դրանով ծածկելով մեր ներկան միայն գովել։ Իսկ եթե մենք իրականում չխոսենք, չասենք, այս ամեն ինչը այդպես մնալու է։ Այնպես որ կենաց խմելով ոչինչ չի փոխվելու։ Եվ այդպես չի երևում սերը թե երեխաների, թե մեծերի, որովհետև նա իր հետևանքները մեկը թողնելու է ու լինելու է։ Մինչև այս ամեն ինչի մասին մենք ազատ այսպես չխոսենք, չասենք մեր թերություններ եւ բանը նրանում է, որ այսօր ասենք, ոչ միայն այսօր ասենք, անցյալում էլ, եթե այսպես շատ խորանցալ չգնանք, այդ հարցերը տեսեք չեն հետազոտվում։ Դուք հիմա մենք խոսում ենք հարցերի շուրջ, որ պիտի ասենք սոցիոլոգիական հետազոտություններ լինել, ես ինչ որ տեսնում եմ, որ այդպիսի միգուցե ես չեմ տեսնում, այդպիսի հետազոտություններ չեն արվում։ Ուղղակի մենք խոսում ենք։ Հիմա քանի որ ես բժիշկ եմ, բնականաբար ավելի պիտի խոսեմ առողջական վիճակի մասին։ Այն ինչը ինձ հարցը տվեցիք, պատասխանները արդեն դուք նշեցիք։ Ինչից է դա գալիս։ Այսօր ես ավելի մի քիչ կուզենայի խոսել շատ կարևոր մի հարցի մասին, չարության մասին, որի արտահայտությունները մենք տեսնում ենք, տեսել ենք, այդ ծեծկրտուկները եւ սպանությունները, այսպես իրար հաջորդել դաժան սպանություն։ Եվ երիտասարդների մեջ։ Ես խոսում եմ ծերանալու մասին, կներեք պարոն Ներսյան, ծերանալու մասին, հիմա այս սպանությունները վաղ արդեն թիվ են կազմելու, 102 հատ երիտասարդը մնացել է դուր որ իրար սպանեն։ Ինչ է նշանակում, չէ, թե վերցնենք ընդհանրապես հոգեբանության, հոգեբուժության մեջ, այդպես խորը հասկանալի ձևով չի բացատրվում։ Չէ, մենք ասում ենք ագրեսիա, բայց ագրեսիա բառը բունեությունը չի ասում, որքան չարությունը։ Ինչն է չարությունը, բարու բացակայությունը, մարտեություն որակը, չէ, Աստծո կողմից ստեղծված պատկերով պիտի բարի լինի իր արժեքային համակարգով, լավատես, հանդուրժող, օգնող, բայց այդ պատկերը, որ փոխվում է չարության, Է տաթևացին է լավ բացատրում, չէ՞։ Հիմա տեսեք, բարկություն բոլորս էլ ունենք, չէ՞, բարկանում ենք, չենք կարասեք։ Ինչպես այդ բարկությունը հաղորդվում է մարմին ու մարմինը, չէ՞, պատրաստ է հարվածել, չէ՞, եւ սպանել։ Հայոյանքները, որ մենք տեսնում ենք, հա, մեր բոլոր այսպես մակարդակներում փողոցից սկսած, չէ՞, նույնիսկ իշխանավորներն են կանոնագիր արդեն կազմել իրենց համար, եթե բարդում է չարությունը կա, դու հողագործես թե իշխանավոր, ինչ կապ ունի դա։ Իսկ եթե չարություն Բայց դա մշակույթ էր, չէ, որ ներմուծվեց մեր հասարակության մեջ։ Եվ սկսեի եւ ներմուծեց, բայց թաքնված կար։ Մենք երկակի ստանդարտներով միշտ սովորենք ձևական այլ ենք եղել այսպես ազգային արժեքների կրողներ, բայց եւ իրականության ենք։ Հասկանում եք, պիտի մի բան լինի, պատճառ նպաստող ֆակտորները բացահայտվեն իրական։ Բայց դրանից էլ դա որևէ բանի հետ կապ չունի, հա, ներկայիս ասենք թե իրավիճակների անձը, ասենք թե դաստիարակվել է 20-րդ դարի քաղաքացին, մի քիչ ավելի այծնող են, որ նա պետք է հարգի բանանի, որ նա պետք է զիջող լինի եւ այլն։ Այդ այդ ժամանակ երեխան հիմա մեծացած ծնող դարձած արդեն անձը 21-րդ դարի քաղաքացուն ասում է գնա խփի, այսինքն այն ինչը որ նա չի ունեցել, դա հասարակության հետ կապ չունի, դա ժամանակի հետ ըստ իս կապ ունի, հա, գնա խփի, ծեծի, քոնին հասի եւ այսինքն ինքը երեխայի միջոցով իրականացնում, ռեալիզացնում է բոլոր այն պահանջները, որը որ նա համարում է, որ նա զրկված է եղել, որ նա խեղճ է եղել, նա զիջող է եղել եւ այլն, այդ դրանց եւ տոտալ անդաստիարակությունը ուղղակի չէ, սկսած ասենք թե բանից, որ եթե առաջ տարբերակ չկա, հա, ես մարդ գիտեմ, որը չգնաց Ռուսաստան ապրելու ունենալով այդ բանը, ասում աստեղ ասում էին զիջում են տրանսպորտում տեղ, իսկ Ռուսաստանում ասում էին ով է զիջում, այ մենք դառանք դա, տեսեք, այդ որ մեր ազգի համար ինքը շատ հարմար եւ շատ ճիշտ բան էր, հա, համարում այդ հարգանքը ոչ
կենացով պարոն Ներսյանի ասած։ Բնականաբար չարությունը բերեց սպանությունների, հա, բայց դա նորություն չի, ես առաջ ավելի հաճախ այդ մասին խոսում էի, սկսած ասենք, եթե հիշում եք գավառի դեպքերը այնտեղ, չէ՞։ Մի քանի հոգով Այդպես եղավ, բայց այդ Կինը եւ երկու երեխաները։ չի, որ այսպես մենք թվարկենք, չէ, եւ երիտասարդների դա հսկայական մի թիվ կլինի, եւ հատկապես այս տարի անչափահասների լրագրողներ այդ ծեծը դպրոցում, չէ, նոյեմբերյանի վերջի դեպքը զորականի դեպքը մենք այսպես նայում ենք այդ անտարբերությունը անցնում ենք դարձել ենք սովորական այսինքն չարությունը դա միայն չի բերում նման վարքագծի չարությունը պատճառ է դառնում մի շարք հիվանդությունների բայց ցավոք սրտի այսպես ուղղակի տեսեք ես ասում եմ քանի որ իմ մասնագիտությանը չէ ես խոսքով եմ բուժում Նարեկով որտեվ այդ չարությունը պիտի միայն ինչով հավատով բարությամբ մեղագալով ազատվի բայց ագրեսիան հոգեբանությունն ու հոգեբուժությունը չէ թե դա չարությունն է նա չի անցնում որտեվ չարության տակ մթագնում է մարդու ուղեղ այսինքն եթե ես որպեսի մեկին սպանեմ նույն մարդն եմ չէ իմ մեջ պիտի մարդկայինը վերանա մարդկային որակ արժեքը պիտի վերանա որ արդեն ես մարդու հանդեպ ոչինչ չունեմ այսինքն կյանքը կենթանությունը չկա եւ դա համար շատ հանգիստ ինչից է դա գալիս վերանում է որովհետեւ հիմքում այդ բոլորի առաջինը տեսեք գոռոզությունն է որը ծնում է բարկություն նախանց մենք խոսում ասում ենք բայց եթե նայենք ավելի շատ այդ թեմաներով մոտ 10 տարի ավել ես խոսում եմ որովհետեւ այն ժամանակ այս բոլորը կար չերևացող այսինքն հիվանդության պատճառ խոսեցինք մեծերից այսօր շատ տարածված են նույն երեխաների մեջ խոսքի զարգացման հապաղումները հա այսպես սովորական երևույթ է դառել բայց ի՞նչն է պատճառը կտանք պարտես լեզուն կբացվի իհարկե այսպես մեր գիտեք ժողովուրդն էլ շատ հետաքրքիր այո կրթական խնդիրն է որ այսօր բոլորը կարող են մասնագետի փոխարեն կարծիք տալ, խոսել, ասել, դե կմեծանա կասնի, բան չկա տա։ Կամ ուսնանա, չէ, հիմա այդքան չեն ասում, առաջ են շատ այդ մասին խոսում։ Խոսքի զարգացման հապաղան մեջ ի՞նչն է, դա էլ հետազոտված չի, բայց ասեմ պարզ պատճառները, նույն ընտանիքի հոգեվիճակը, որտեղ երեխաները ավելի մաքուր ազնիվ նրանք շատ այդ էներգետիկ դաշտով ասեք, հա, հասկանալով ընկալումը զգում են եւ դա է խանգարում խոսքը, չէ, աստծո տված շնորհը եւ միտքը, դա սկսում է այդպես շեղվել, որտեւ այդ բոլորը կարգավորելի եւ լուծելի խնդիրներ են, դե ավելի ծանրագույն դեպքեր եւ խոսել ասել ենք, դա նույն աուտիզմն է։ Այսինքն եթե ընտանիքում մայրը չարացած է, այսօրվա, չէ, պայմանները նպաստում են։ Հատկապես մեր կանանց մասին ենք խոսում, ովքեր մնացել են առանց ամուսինների։ Դա չարը դժվար է, չէ։ Այդ դա մենք չենք մեղադրում։ Այո, արտագնան առանց։ Ես երևույթն եմ բացատրում, չէ, քավրից ինչ որ մեկին այսօր շատ դժվար է դա։ Որ եթե ինչու որտեղի երեխային տբուժես, նման բան, առաջինը պիտի մոր հոգեվիճակը կարգավորես ու այդ բոլորը այսպես արտացոլվում է։ Հա, երեխաների մոտ այդ կա։ Հիվանդություններն են երիտասարդները, ցել ավելի։ Երիտասարդների մոտ ինչն է ծաղկում այսպես նարկոտիկ նյութերը տարածվում են, չէ՞, դպրոց են արդեն մտնում։ Մենք այս բոլորը պիտի ասենք, խոսենք, հետազոտենք, որպեսզի ելքը գտնենք։ Բայց ի՞նչն է այս բոլորի պատճառը։ Ես ձեզ ասում եմ կգա հոգուսով կքաղցեք ճոխ սեղանների շուրջ։ Այդ հոգուսով այսպես դանդաղ գալիս էր, որտեվ մենք հոգի մարմին ենք, եթե այդ հոգին, այդ խոսքը, չէ, չի ստանում, նա սկսում է հիվանդանալ եւ կորում է մարդկային որակն ու պատկերը, եթե ավելի այսպես ախտորոշիչ, հա, խոսենք, Նարեկի լեզվով, որտեվ ես միշտ այդ լեզվով եմ խոսում, մարդը կամած դառնում է տմարդ, չէ, այդպիսի արտահայտություն կա։ Մարդ, այսինքն դու նայում ես արտաքինից, երկու ոտով քայլում է, բայց չկա այդ մարդը։ Իսկ արդեն այդ տմարդը կամ նա ծանր կարող է հիվանդ լինել եւ բնականաբար նման հարաբերություններ ունենալ։ Այսինքն պատճառը այստեղ պիտի տեսնենք։ Դրա համար եթե հոգեվորը չկա, մենք այսօր ինչ ենք դարել, մարմին է,
չէ, Նարեկը լավ բառ ուներ այդ բանում, ասում է զուտ մարմին դառած եմ։ Տեսեք, եթե մարդը միայն մարմին է դառնում, ինչին պիտի ուշադրություն դարձնի։ Ուտելուն, հագնվելուն, չէ՞։ Մտածում եմ միայն դրա մասին։ Եթե ես նյութ եմ, ինձ նյութ է պետք, պիտի նյութը ծածկեմ սիրուն, հա, այսպես զարդերով։ Եվ այդ որակն է կորում մարդկային։ Ստեղից է գալիս թե հարաբերությունները։ Եվ տեսեք, այսպիսի մի բան կա, մենք հին ազգ ենք, ինչքան ստրեսներ ենք տարել։ Ստրեսների մասին խոսենք կարճատև գովազդային դադարից հետո, պարոն Ներսիսյան։ Հարգելի հայրենակիցներ, այժմ գովազդ մեր եթերում, որից հետո կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Հետևեք խնդրեմ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Պարոն Ներսիսյան, ես ձեզ ընդհատեցի, մենք դուրս եկանք Մենք գովազդի։ դարերի ընթացքում չէ ինչեր ենք տեսել։ Ինչ ցեղասպանությունը, արհավիրքներ, պետականության կորուստ, որտեվ պետականության կորուստը դա էթնոհոգեբանական ռեգրես է։ Ազգը հետ է գնում, պետության առաջացումը տանում։ Եվ այդքան ստրեսները հոգեկան ինչպես պիտի տանի, դրա համար մենք շատ արագ, շատ հաճախ տեսեք ինչ լինում է, մենք մոռանում ենք։ Չէ՞, թե այսպես ուշադրություն դարձնենք այս դեպքերը, որ վեր ենք Մի 10 օր դրա մասին ասենք հետո մոռանում ենք, հետո որտեվ արդեն մոռանում։ հոգեկանը չի կարող այդ բոլորը տանի։ Ապրիլի 25-ին արդեն ապրիլի 24-ի մասին ոչ ոք չի խոսում, դա պարոն Ներսիսյանը մի շեշտում է։ Որտեվ այո, ոնց որ այդ ամեն ինչի մեջ մի քիչ մեր մոտ ձևն է շատ, պիտի իմաստը գա։
Մարդը որ խոսում ասում է պիտի իմաստ լինի։ Դրա համար որ ասեցի երկակի ստանդարտները, չէ, ես էլի նույնպես կհիշացնեմ Հովանես Կաթողիկոսի 15-րդ դարի ասում է պետք չի թշնամի փնտրել դրսում, թշնամին մեր ներսում է։ Եվ կետերով ցույց է տալիս, այդ որն է մեր թշնամին, չէ՞։ Որ մենք միշտ ասում ենք մարդուն ինչ լինում է, իր խելքից է լինում, բայց ցավոք սրտի մարդ իր խելքը չի զգում այդ որակը։ Նա թվարկում է անմիաբանություն, գոռոզություն, չարություն, նախանձ, ատելություն։ Այսինքն սա է հենց ներսի մեր թշնամին, որ փոխում է մեր որակը, որը երևում է թե հիվանդություններ, թե միջանձնային հարաբերություններ։ Այդ թշնամուց պիտի ազատվենք, որպեսզի ինչ որ փոփոխություն լինի։ Եվ նույնը, չէ, էլի այստեղ դրա հետ կապված, որ բարթանում է, չէ, ծերերի մասին խոսեցինք։ Այդ ինչու ասենք, չէ, մեկի մոտ միտքը պայծառ մնում է, մինչև կյանքի վերջ, իսկ մյուսի մոտ առաջանում են, չէ, հոգեկանի շեղում, այնտեղ ալցգեյմեր, պիկ, տարբեր այդպիսի հիվանդություններ են գալիս։ Ես այնքան սուղ է ժամանակը, որ հիմա երբ որ պարոն Ներսյանը խոսում էր, մենք սկսեցինք ծերերից, բայց իմ կարծիքով մենք ունենք մի քանի շատ ուժեղ թիրախ խմբեր, օրինակի համար պատերազմից հետո հաշմանդամ դարձած մեր տղաները, որոնց մասին հիմա ոչ ոք էլի չի խոսում, ոնց աշխատանքի անցան, ինչով են զբաղված, կա արդյոք կազմակերպություններ, գնում ենք իրենց մոտ, չենք գնում իրենց մոտ, պատերազմը ավարտեց 5 տարին էս տարի եւ ոչ ոք արդեն իրենց մասին ոնց եղավ ինքը որ մեկը ձեռք չուներ մյուսը ոտք չուներ մյուսը հաշ չուներ եւ այլն ոնց չգիտեմ իրանք էլ ասենք թե ես չեմ տեսնում իրենց ակտիվությունը մենք ակտիվ չեն եւ մյուս շատ մեծ խումբը կանանց թեմաները որ այդ մի փոքր մենք թռուցիկ անցանք դրա վրայով եւ այս արտագնան այսօր շատ է նույն տղաները որոնք զոհվեցին պատերազմում կամ ավտովթարներից, որովհետև տղամարդը թիրախ է շատ այդ շուտ մահացության համար, որովհետև նարկոմանիան տղամարդու դեմքով է, խաղամոլությունը շարքից հանելու, հա, այդ ֆակտորները, տղամարդու դեմքով է, վթարները, մեքենաների տղամարդու դեմքով է, վիճաբանությունները, կռիվները, որոնց մասին ասեցինք, այո, պատերազմները տղա, եւ կամաց մենք տեսնում ենք, որ ուրեմն ինչ է կատարվում, որ տղա երեխաներին սկսում են մեծացնել կանայք, եւ դա այսօր դա արդեն մտնում է շատ լուրջ հարցերի մեջ, աղջիկերը մեծանում են ավելի ագրեսիվ, ավելի նենց առաջ գնացող, այդ ընտանիքը իսկ տղաները մի քիչ ավելի մամայի բալաններ, որտեղ մաման վախենալով որ նա դուրս կգա փողոց ասում չէ, տանը նստի, էս եղի, այն եղի, եւ այսօր դա թեմաներ են եւ նաեւ հետո մեծ թեմա է շատ դպրոցների բուլինգները Դա այսօր թեմա է շատ, եթե մենք խոսում ենք ինչի վրա մենք ունենք աշխատելու, որ դպրոցներում, ասենք թե գալիս են մարդիկ տարբեր մշակույթի, տարբեր դաստիարակության եւ էլի այդ նույն այդ իշխանության մղումները, стремление к доминированию, դա համարվում է մարդ արարածի համար ամենա բան դրթողուժը, մեկը մյուսի վրա ուզում է այսպես ասած, այո, վերх վերցնի, հա, խոսակցական լեզվով ասած, եւ մենք ունենում ենք անընդհատ կոնֆլիկտային իրավիճակներ, ես արդեն հոգնել եմ դրա հետ աշխատելուց, պատկերացնում եք արդեն այնքան է, որ ես արդեն այդ բուլինգը թե իհարկե դա բոլոր երկրներում այսօր կա, այսինքն տեսեք հաշմանդամությունը, երեխաները, կանայք, իրանք մնում են թիրախմբերը, որոնց մեջ, որոնց վիճակների մեջ, հա, այն ոնց է, չէ, մի կաթիլ ջրով մենք կարող ենք օվկիանոսի բոլոր բաների բաղադրությունները իմանանք, այն նույնը այստեղ այս կաթիլների մեջ պարզերում է հասարակությունը
ինչ ունի այսօր խնդիրներ, ինչ ունի բաներ եւ շատ խնդիրներ իրենք համաշխարհային են։ Այսօր դա աշխարհը տանում է դրան, հա, ոգեղենության պակասությունը մեմերով մեծացնելը, ինչ որ այդ բաներով ոչ թե ասենք թե հերոսներով, բաներով, այդ կերպարներով բերում է շատ եւ շատ բաների եւ սա օրինակի համար այդ ագրեսիան ոչ ոք դες բաների մասին չի խոսում, բայց բոլոր այդ fast food-ները, չիփսերը օրինակի համար տալիս է աղեքների գրգռվածություն, որը կարող է կռվի վերածվի։ Տեսեք, ինչ կապեր կարող անի, բայց դա էլ մենք պետք է դրա մասին խոսենք, այն որ ծնողները նույն բանով գազով բոլոր այդ խմեր ամպելիքները այդ իրենց դա չի կարելի, որտեվ ասում են, բայց մեր տանը ոչ կռիվ կա, ոչ բան կա, նույնց ագրեսիվ է, նույնց էսա եւ այլն։ Տեսեք, ինչքան մենք պետք է նոր բաներ մտան, որ ասենք թե գազով ամպելիքը մեր իմ սերունդը դա տարին 3 անգամ ուներ, նոր տարուն մայիսի 1-ին եւ նոյեմբերի 7-ին։ Այո, հա, այնն էլ դա այնքան քիչ էր, որ եթե քեզ մի բաժակ հասներ, եթե շատ էր ընտանիքը անդամները շատ էր, մի խոսքով նոր տարվա լիմոնադ ես դարձել այդ արտահայտությունը։ Այո, որ չէիր կարող բանաներ։ Մի խոսքով դրա համար մենք պետք է մենք մեր տեղում դրանով զբաղվում ենք, բայց դպրոցի նաև դպրոցն էլ պետք է շատ, եթե մենք երեխաների մասին ենք խոսում, դպրոցը շատ հաճախ դպրոցը վճարովի դպրոցի հոգեբանա զանգում ամորը, երբ որ մերը ասում է տվյալ երեխայի, գիտես, այսենց բանա խփում են, կռվում են իրար, ասում է, կնի դուք այն ծնողին զանգեք, ասեք, որ ձեր երեխայի հետ կռիվ է անում։ Դա դեպքում քո աշխատանքի իմաստը դե հենց է, այսինքն ինքը չի ուզում այդ միջնորդի կամ էլ ասենք թե վատ ինչ որ մի բան ոչ դրական խոսացողի դերում այո պարզ ասած տեսեք ինչեր է կատարվում ասենք թե իշեմ դե իհարկե այն ինչ որ ասենք թե դպրոցի հետ բուլինգի հետ կապված մենք դրանց առաջ իհարկե շատ ավելի գլոբալ հարցեր ենք բայց բուլինգի մեջ մեծացած երեխան ինչ է դառնում ագրեսիվ որը հետո 18-ից 25 տարեկանում իրար արդեն սպանում են դուք հասկանում եք նա արդեն այդ կռիվը այդ դա արդեն պետքա բան անել այդ կոնֆլիկտ մենեջմենտներ կան մի խոսքով դա պետքա դասատուներին այսօր դա հատուկ ինչ որ բաներ լինեն դասընթացներ լինեն ՅՈՒՆԻՖ-ը կարտեց ստորաբաժանում ՄԱԿ-ի որը շատ լավ նյութեր էր ինքը դա բաներ անում կոնֆլիկտի հետ կապված դա կարելի է եւ դպրոցում եւ բուհերում եւ շատ տեղերում դա կարելի է մտցնել մեր հայրն են դա հեղինակներ կային, որոնք այդ նյութերը շատ լավ ձևավորել են եւ շատ լավ ձեռնարկներ էր ստեղծվել։ Մեկը ես իմ քանի տրեյնինգ եմ անցկացրել, հա, դրա վերաբերյալ այդ բոլոր բաները պետք է անենք, ոչ թե մենք օրինակի համար նույն ասենք թե վճարովի դպրոց է, մենք այս երեխային բան չասենք, որ ինքը իր երեխային չտանի մենք փողից զրկվենք կամ էլ եթե մենք սրան նկատողություն անենք, այն մյուսը կնեղանա, որտեղ երեխեքը կոնֆլիկտի մեջ տեսեք, դες հարցեր են գալիս եւ հանրակրթական դպրոցում նույնը։ Այստեղ խնդիրը երբ որ մենք խոսում ենք երեխաների մասին, պիտի ծնողներից խոսենք, որտեղ երեխաների բոլոր խնդիրները Ընդ որում զորականի դեպքի հետ կապված բոլորի ծնողները վարչական մարմիններ են, այսպես ասած, մանկապարտեզի տնօրեն, դպրոցի փոխտնօրեն եւ զորականի դեպքի հետ համայնքի ղեկավար, քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալի պատկերն է, եւ պարոն Հերսյան, այդ դեպքի հետ կապված փաստորեն մի քանիսը ծեծում են, մեկը տեսանկարահանում է Սա ինչի մասին է խոսում, նա ով որ չի մասնակցում այդ ծեծին, բայց նկարահանում է, հավասարաչափ է նրա այստեղ Իր ստրեսը նույնն է, եթե ինքը մասնակցում է, ինքն էլ է նույն, իհարկե Կապ չունի Իրանը ստրես չի, ինքը ուղղակի մասնակցությունն է իրան նույնը, նա հետո այդ եկավ արդեն դրսից Ռուսաստանից, որ նա հետո կգցի ինտերնետ եւ դրանով կունենա շատ դիտումներ Հիմա տեսեք, եթե մենք այդպես տեսանք, եթե երեխան որ մեծանար, նա արդեն պատրաստ է բանա ծառայության գնա այս ծնողները դրա մասին են խոսում եւ արդեն ավելի չմանրացանք բանակում նույն սպանությունները, չէ, երիտասարդների մոտ այդ դանակահարությունները այսպես են դառնում։
Բայց դրա համար պիտի խոսել, ասել եւ կրթել եւ դա այսօր շատ ակտուալ առաջնային հարց է, քան ասենք այդ ծրագրեր, ինչ որ մենք տալիս ենք երեխաներին, հենց այդ փոքրուց կրթական կենտրոնում տարբեր լեզուներով։ Առաջինը այսօր մարդն է կորում, դրա համար պետք է որ մենք ուշադրություն դարձնենք, որ այդ մարդ որակը չկորի իր համար եւ նույն հասարակության համար, չէ՞։ Եթե հասարակությունը ինքը դրա համար էլ բաժանվեց, առանձնացավ, ինչպես այդ հասարակությունը ապրելու այնպես, ինչպես ասենք մենք տեսնում ենք այսօրվա պատկերը։ Սա ակտուալ հարց է, հիմա որպես բժիշկ նաև ավելացնենք, հա, մարմնականին նայենք, օդի աղտոտվածությունը։ Մենք ինչ ենք անում, քաղաքը խեղդում ենք, ծառերը այդպես կտրելով գնացինք, շենքեր կառուցելով։ Այստեղ էլի ինչ է, որ Տիկին Ծատուրյան լավ ասեց, մենք ունակ ենք դիմակայելու, տանելու, արդեն այսպես անտարբերորեն ինչ ուզում են անեն, մեկը մենք կարող ենք տանել, չէ՞։ Ավելի եսն է գալիս, մենք տենց էլ չձևավորվեց, հա, որ խոսում ենք պետականություն ունեցող, լավ պետականություն ունեցող ազգերը, պետությունները, դա ինչ է, որտեղ կա մենքը, մեր մոտ մենքը չձևակերպվեց, չձևավորվեց, նույնիսկ ընտանիքներում են անընդհատ պառակտում, չէ, մենք խոսեցինք ծերերի մասին, ամեն մեկը ասում է, ես ինչի պիտի իրան նայեմ, ում տունը թողել է, թող նայել նայի։ Կա նման բան։ Հա, հասկանում եք, դրա համար այդ մենքը որ չի ձևավորվում, դա արդեն ներևում է ամենտեղ։ Եթե ծնողը իր ամբիցիաները ինքը չի բավարարել, երեխայի վրա է դա ուզում բանանի, դա ամենտեղ է։ Այդ մեծերի կռիվը վենդետայի նման, ասենք թե եթե մենք խոսում ենք, հա, այդ երեխեքը որ իրար հետ կռվում են, որ մեկի հայրը էսա, մյուսի հայրը եսի ինչա եւ իրանք կարող ունեն իրանց մեջ ինչ որ խռովություններ, դա երեխա մի խոսքով գիտեք ինչ որ ուղղակի ես էլ ասեմ ու մի քիչ ասենք դրականի, որովհետև ստացվում է որ մենք խայտարակ նոր տարի է գալիս եւ մենք պետք է ամեն դեպքում հույս ունենանք, հույսերը մեր չկորցնենք, որովհետև դրա հետ մեկտեղ մենք ունենք շատ լավ երիտասարդություն, ձգտող, սովորող, ուղղակի մենք պետք է նաեւ հասկանանք ստեղ մենք դառնում ենք տնկարան աշխարհի մակարդակով, այսինքն ինչա Այստեղ ես մեր երեխեքը լավ սովորած, իրանք հետո գնում են դուրս։ Այդ տնկին արդեն ծառը դրվում է դուրսը եւ մենք ընդհանրապես մնում ենք տնկարանի կարգավիճակով։ Այ մենք պետք է իմանանք ինչ պետք է անենք, որ մեր գիտությունը զարգանա, որ այդ բոլոր երեխաները մեր մոտ միայն IT ոլորտն է շատ լավ այդ ժամանակակից բաների զարգացած, այն էլ ինչի, որովհետեւ ստեղ էլի այս տնկարանում մեծացած երեխեքը այնքան խելացին, որ իրանք կարելի է մի 0 պակաս աշխատավարձով աշխատացնել ոչ թե ասենք թե դրսի համեմատ, հա, դրա համար ստեղ քիչ տեսած, բայց այդ մի 0 պակասը էլի միևնույն է Հայաստանի պայմանների համար ինքը բարձր աշխատավարձ է դառնում եւ նաեւ մենք պետք է այդ բաների մասին մենք ունենք դրա հետ մեկտեղ շատ լավ ընտանիքներ, որտեղ որ երեխաներին շատ գրագետ, շատ լավ են դաստիարակում, ասենք թե այնպես չէ, որ միայն ասենք թե այդ բոլոր այդ մասան, բայց մյուս կողմից ուրեմն այս կիրթ մասան, այս մասայի հետ էլ է բախում ունենում, չէ, ինչ է մտնում էլի մենքի բացակայություն, ասում է իրանք համար, մենք մեր համար, չկա այդ բանը, այդ բռունցք դառնալը ազգային առումով չէ, արդեն այդ բանը չկա, արդեն ամեն մեկը մենակ մտածում է իր մասին, որը մտածում է, այստեղ մի քիչ բան անեմ, թողնեմ գնամ նահանգներ, որն էլ ասում է, չէ, նահանգներում գնացել եմ, ոչ մի լավ բան չեմ տեսել, Եվրոպա շատ դժվար է ուղղակի գնալու եւ այդքան, ոբշե մենք բոլորս գիտենք ինչ խնդիրներ են, արդեն այստեղ ապրում են եւ ունենում են ուղղակի մի փոքր շրջապատը, բայց այդ պետական մտածողության մարդիկ չեն դառնում Իսկ բանը մեջ ոնց էր, որ ամեն մի խոհարարը պետք է կարողանա պետություն ղեկավարի, հա, դա դες արտահայտություն էր 20-ական թվականներին, այսինքն մենք ինչ ենք հասկանում, որ մենք պետք է այնպես կարողանանք զարգանալ, որ
այս երևույթները, որոնք կան, դա մեծ քարեր են մեր զարգացման ոտների վրա եւ իրենք չեն թողնում գնալ դեպի ոգեղենություն, որտեղ մենք եւ տուժում են նաեւ այն մարդիկ, ովքեր որ այդ պայծառ ազգի պայծառ ներկայացուցիչներն են, երեխաներ կնեն, դեռահասներ կնեն, ուսանողներ կնեն, ավելի մեծերը կնեն, այ մենք դա պետք է հասկանանք, ազգի մեջ է պարակտումը գնում շերտերը, որ այսպես շատ խիստ սովետական միության ժամանակ այդ բանը չկար, այն շերտը ինքը ձգտում էր, նա ձգտում էր ավելի այս շերտի մեջ մտնել։ Պետք է ասել, որ ստեղ կար արդեն պետության եւ ընտանիքի համատեղ աշխատելու կարևորությունը, երեխաները վերահսկվում էին եւ մի քանի կառույց վերահսկում էր, եթե փոխություն երեխայի դպրոցներում եթե լավ չէին պահում, ծնողին անմիջապես կամ աշխատանքից հեռացնում են, այո, կամ էլ երեխային այդ դպրոցից տվյալ դպրոցից ինքը հեռացում էր, իսկ հիմա չէ։ Կային որոշակի պատժիչ դաստիարակչական մեթոդներ։ Իսկ հիմա չէ, ոնց հեռացնեմ, որ ասենք թե իր պապան այս կամ այն պաշտոնյա, ոչինչ թող նա ամբողջ դասարանի, ես ունեմ թերապիայի մեջ ես ունեմ ընտանիք, որի երեխան որ գնացել է եւ անընդհատ դե իբր թե տղաները խաղում են, փոքր դասարանի երեխաներ են, ինքը սկսել է վատ սովորել, դասատներ ասում են ձեր երեխաս գիտարաճանաց չի, ինքը վախենում էր արտահայտ, պատկերացնում եք։ Տեսեք, ինչ բոլորը անցնեն տնային կրթության, այն ինչ որ ես ունեմ երեխա, որը մտել է դասարան, բուրինգիա ենթարկվել։ Բռնությունն է դառնում սովորույթ։ Այո, հա, մենք չունենք այդ նահանգների տղայի, նա մնաց տանը սովորելու։ Հիմա ես դրա սոցիալիզացիա եմ սովորեցնում հեռախոսով։ Հասկանում եք։ Դենց պատճառները տեսեք, որտեղից է գալի, որ պետք մարդը որպես արժեք աստվածային պատկեր, դրա մասին պիտի մտածենք, բայց այդ թողած մենք չգիտենք ինչ հարցերի շուրջ ենք մտածում ավելի։ Այն նույնը, որ երբ որ Աստված Քրիստոսը մարդացած եկավ, չէ, Փարիսեցիներին բացատրում էր, որ Աստծո համար կարևորը մարդն է։ Մենք արժեքը մարդու համար, հա, սա մեր մոտ այսպես հետ է գնացել, թվում է մենք ամեն ինչ անում ենք թվալով, բայց իրականում կանգնում ենք այսպիսի խնդիրների առաջ։ Բնական է մեր այս բոլոր ասածը սա պետական ծրագիր պիտի լինի, չէ՞, կան բաներ արվում են, բայց այստեղ խնդիրն ինչն է, որ այդ արժեքները, չէ, ինչպես նոր չենք դնելու, այդ արժեքները եղել են, դա պիտի հիշել, վերարտադրել, նորից անդադ լցնել։ Դրա համար եթե վերցնենք տեսենք, այն հին ազգերը, որոնք պետականություն ունեցել են, այսօր իրենց դեմքը պահում են, իրենց ինքնության շնորհիվ, չէ՞, Չինաստանը, Ճապոնիան, չէ՞։ Դրա վրա դու պիտի զարգանաս, բայց եթե այդ տեղացնել ինչ որ կորում դատարկվում է, հակառակը դու հետ ես գնում, ու դառնում ես ուղղակի նարեկիր բարովել ասենք հոմանի բառն է օգտագործում, շատ էլի սիրուն բառ է։ Այսինքն մարդ ես ուտում ես, հա, բազմանում ես, հմում ես, ասում ես, ապրում ես ինչ-որ։ Ամեն դեպքում այս տարվա ամփոփում մենք արեցինք, մենք հեռախոսազանգ ունենք, լսենք մեր հեռուստադիտողին, որից հետո ես կշարունակեմ։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ։ Այսպեսի մի դիտարկում անեմ, տեսեք, այս բոլոր կոնֆլիկտները եւ այլն հիմնականում գալիս են նրանից, որ երկրում չկա սոցիալական արտարություն։ Այդ հոգեբանության, բժշկության եւ այլ մեթոդները շատ փոքր տեղ են զբաղեցնում այդ ընդհանուր դաստիարակության գործում։ Եթե չկա սոցիալական արտարություն, տեսեք, նայեք այդ տեսքությունների բաների ժամանակ ովքեր են ծեծողները, հիմնականում շատ ավելի ապահովված մարդիկ։ Հասկանում եք։ Եթե չի պետությունը ապահովում նման սոցիալական արտարություն, ոչ մի հոգեբանություն, ոչ մի բժշկություն չի օգնելու։ Շնորհակալ ենք դիտարկման համար։ Մենք այդ մասին խոսեցինք, ուղղակի սոցիալական արտարություն բարակապակցություն չգործածելով։ Հիմա եթե փաստորեն ամփոփում ենք, մենք զանգեր նորից ունենք։ Ես ընդունում զանգերը, որից հետո իմ հարցը նույնիսկ եթե մեր ժամանակը ABC-ու հարգելի հայրենակիցներ կավարտվի, մենք դուրս կգանք Նոյան Տապանի Պատրոնում կշարունակենք մեր զրույցը, այնպես որ հետևեք, խնդրեմ։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Բարյարավոտ ձեզ, արգելիներս, ես մի բան եմ ուզում ասեմ ձեզ, տեսեք, ես ինքս ռուսական կրթություն եմ ունեցել,
մանկապարտեզից մինչև համալսարան։ Բայց ուղղակի ես գուցե ձեզ խորտ թվա կամ ձեր դուր չկա, բայց ուզում եմ ասեմ ռուսական դպրոց ավարտող երեխաները ինձ թվում ասենց, որտեղ դե աշխատել ենք եկար ընդես նոր 90 թվին փախել եկել ենք սա, ես ուզում եմ ասեմ, որ երեխաները ավելի կրթված, ավելի զսպված այդ ռուսական դպրոց ավարտած երեխաները, այնպես շատ ընկերական, ձեզ բաներ չկար, բուլինգներ չկար, դե հիմա այդ բուլինգը նոր է եկել անգլերեն բարբարով, բայց ինձ թվում է, որ պետք չի մեր Հայաստանում բանացնել այդ խոսքը, շատ կներեք, որ ասում եմ ձեզ, բայց anyway բանա, այդ պատկերացրեք գյուղի ջահելությունը ավելի կրթված է, քան մեր Երևանի, որտեղ գալիս են այստեղ համեստ, խելոք տղաներ են կամ աղջիկներ են, սովորում են, բայց մեր Երևանի ժողովուրդը, չգիտեմ ինչի, բոլորը կուտակվել են իրար վրա ու չեն հասկանում ինչ են անում։ Օրինակ մեզ մոտ Ամերիկայում էս Թրամփն ու բանան դեմոկրատ ու ռեպուբլիկան է, չէ՞։ Բայց մեր Հայաստանում ես անդադար շատ նայում եմ, այդտեղ երևի մի երկու արագ պարտիա կա արդեն։ Հասկանալի, հասկանալի։ Շնորհակալ ենք, հասկանալի է ամեն դեպքում ձեր տեսակետը։ Տիկնոջ ասածը մեկնաբանեմ ռուսական եւ հայկական դպրոցի վերաբերյալ, ես ինքս ավարտել եմ ռուսական դպրոց եւ ես չեմ կարող այնուամենայնիվ դա կարծրատիպային մտածողություններ, որ հայկական դպրոցը ավելի թույլ է, ռուսականը ավելի ուժեղ։ Այստեղ ուղղակի ամբողջ խնդիրը կայանում էր նրանում, որ ռուսական դպրոց ավարտած անձը իր համար համաշխարհային գիտությունը եւ գրականությունը իրաններ հասանելի է։ Եվ Տիկին Ծատուրյան ռուսական դպրոց հիմնականում գնում էին պաշտոնյաների այն ժամանակ Չէ, ես չեմ կարող, օրինակ եմ ես 76 դպրոց եմ ավարտել Կամոյի անվան, հիմա արգենտինական դպրոց է, ես չեմ կարող ասել, որ մենք պաշտոնա ուղղակի դաստիարակում էր ավելի համաշխարհային գրականության արժեքները։ Հայ գրականությունը դա արդեն բանասիրական խոսակցություն է, որը որ սկիզբ ունի եւ նա անվերջը, հա, մենք չունենք մեր գրականության մեջ այն մենք չունենք Տոլստոյ, մենք չունենք Դոստոևսկի, հասկանում եք, այո, մենք Աստծո գաղափարը չկար ասենք թե, բայց դա շատ բարդ եւ շատ ուրիշ խոսակցություն է, որը որ մենք կարող ենք ուղղակի տիկնոջը մեծահասակ կիներ իր ասածը, որպեսզի մենք կարողանանք, ես զուտ դրա համար երկու բառով փորձեցի, բայց սա երկու բառի խոսակցություն չի, դա իհարկե այն ժամանակ այդ կարծրատիպը կար եւ մենք ունենք Բիլինսկու անվան Կրուպսկայի անվան դպրոցը, որտեղ որ բոլորովի չէր զգացվում թե նա որ դպրոցն է ավարտել, իսկ հայկական դպրոցը ավելի նոր եկած Երևան, յուղերից եկած մարդիկ դրա համար, ոչ թե որ հայկական էր դպրոցը, հասկանում եք, դա մի քիչ պետք է սոցիալապես էլ է պետք դա ասենք թե բանանել, միջև ասելը, իսկ հիմա մենք չունենք այդ բանը, հիմա մենք մեր ցանկացած երեխան ինքան որ պլյուս անգլերեն գիտի, իր համար էլի համաշխարհային գիտելիքը իր ոտքի տակ է։ Եվ քանի որ խոսեցինք ամանորից եւ խոսեցինք, որ լավ բաներից էլ խոսենք, այսօր ձմեռ պապիկին նամակ գրելու օրն է։ Տիկին Ծատուրյան, սա էլ է փաստորեն ինչ որտեղ ներմուծվեց, մենք հայատար գրում ենք այդ սովորական թղթի վրա նույնպես չի որ մեր ժամանակներում չեն եղել այդ նամակները, հիմա արդեն ձևը բովանդակությունը մի քիչ փոխվել է, բայց ամեն դեպքում ինչ եք նկատում, որն է մեր երեխաների ցանկությունները, դրանք խաղալիքներ են, դրանք ինչ որ նվերներ են, թե պատերազմից հետո մենք տեսնում ենք երեխաների դա երեխաներին է իհարկե իրեն կարող արդեն իրեն կարող խաղալիքներով չբավարարվել, իրենց կարող է ավելի հեռախոսներ, ասենք թե iPad-ներ իրենց կարող է այդ բանը ավելի ուղևորություններ, այդպես ավելի մեծական բաներ, իրենք դա կարող են բանանել, բայց մեծահասակները երևի եթե գրող լինեին ձմեռ պապիկից բան ուզեին, երևի առաջինը կուզեին առողջություն, որովհետև երբ որ այցելուն առաջին անգամ գալիս է եւ ես իրեն հարցնում եմ ինչ է կյանքիդ նպատակը, տարբեր բաներ ասում, չգիտեմ, տուն կառուցեմ, ամուսնանամ, երեխեքս լավ մեծացնեմ, ես իրեն հարցնում եմ, իսկ դու հիվանդ վիճակում կարես այդ բոլոր բաները լավ, դե կատարյալ բառը, կատարյալը մենակ Աստված է, շատ լավ անես, ասում է չէ, դրա համար եթե մենք ունենանք առողջություն
մենք կկարողանանք ամեն ինչը իսկ եթե նաև մենք մեր մեջ կարողանանք այս բոլոր խնդիրների ներքո այնուամենայնիվ չկորցնենք մեր երջանիկ լինելու զգացումը, մենք էլի դառնում ենք ասենք թե չգիտեմ չեմ ուզում ասել սուպերմարտ, բայց համարյա թե դա է մտքիս մեջ, որ մենք կարող ենք շատ առաջ գնալ, իսկ առաջ գնալը դա մեր բոլորի այս դժվարություններով, այո դժվարություն է, բայց այս դժվարությունները հաղթահարելով ենք, չէ՞ մենք դառնում անց именно личность, հա, ռուսերեն ասած տիկինը ռուսական դպրոցի իշեց, իրան մի քիչ բան անեմ, գոհացնեմ, այստեղ այդ բանը կա, մենք դա պետք է ցանկանանք, եւ եթե մենք ցանկանանք առողջությունը մեզ, մեր երեխաներն էլ առողջ կլինեն, թեկուզ հոգեբանորեն։ Այսօր իմ կարծիքով, ելնելով իմ երկարատև աշխատանքի, այսօր երեխաների ցանկությունը ավելի ներդաշնակ առողջ հոգեկանով ծնողների միջավայրն է երևի պետք։ Ինչու որովհետև այդ խաղալիքները տեսեք այսօր ինչքան լցված է ամեն ինչ կա, չէ՞։ Երեխաների մոտ որովհետև նրանք դա են ուզում։ Նաև ես իմ փորձից էլ ասեմ, այսպեսի Ուզում եք ասել այդ շորիկը, որ հագցնում են կամ թանկարժեք իրանց պետք է առողջ ծնողներ, հատկապես մայրը եւ ծերու ջերմություն։ Տեսեք, այսօր մենք էլի եկել ենք, որովհետեւ երեխեքին դա է պետք, դրա պատճառից է լինում։ Երեխաները դա զգում են։ Այսպեսի մի փոքրիկ դեպք ասեմ, Նարեկի աղոթները տվել էին լսել դպրոցում 10-12 տարեկան հասակում եւ տպավորությունները գրել էր։ Մի երեխա Նարեկի աղոթքների ազդեցության տակ գրել էր։ Այս աղոթքները առաջին հերթին պետք է լսեն ծնողները եւ դասատուները։ Եթե լսեին, ես համտանը երջանիկ կլեի, համեր դասերից չէի փախչի։ Նմանատիպ շատ երեխաներ են գրել։ Մի երեխա գրել էր ծնողներս։ Այսքանելի ոգեղենության պակաս։ Տեսեք, ծնողներս անհաշտ են։ Ես նոր բան ձեռք բերեցի, կուզեի ծնողներիս պատմեմ։ Սա է ամբողջ խնդիրը։ Ինչպես Տիկին Ծատուրյանն ասեց առողջություն, բայց պետք է հոգու խաղաղություն, որը հիվանդ ժամանակ են զգում։ Իսկ երբ որ մենք առողջ ենք, չէ, դա մեզ անհրաժեշտ է, բայց այդ եղած խաղաղությունը կամ սկսում է թուլանալ մարել, առաջինը սա է, որտեղ մենք աստվածակերպ մարդ ենք, հոգի մարմին, պիտի դա տանք եւ ինքը արդեն նոր տարին ծնունդը հենց դրա ակնկալում ենք դրան, չէ, սպասում ենք ոնց։ Դրա համար մենք խոսեցինք խնդիրների մասին, բայց հուսահատվել պետք չի։ Մենք միշտ էլ դիմակայել ենք, ինչպես ասեցի, սովոր ենք, կարողանում ենք մարտնչել, առաջ գնալ, ամենակարևորը ինչքան էլ կա խնդիր, բայց չընկնել հուսահատության մեջ։ Ամենածանր հիվանդությունը բոլոր դիագնոզներից դա հուսահատությունն է, որն է եւ բերում հիվանդություններ ավելի խորացնում։ Հա, ասենք հատկապես եթե վերցնենք ծանր ամբուժելի, այնտեղ ճարակ, ուրուստեր կամ ասենք սկլերոզ, սիստեմային եւ այլն։ Դրա համար եթե մենք այդ հույսը պահենք, խնդիր չի, ամեն ինչ էլ լուծելի է եւ հաղթահարելի է։ Մենք 1 րոպե ժամանակ ունենք, քանի որ տարվա վերջի հաղորդումն է եւ դիմացն էլ ամանորն է։ Աչքներս թարթելու են կամ արդեն ավարտած են լինելու, այնպես որ կարող եք ինչ խորհուրդ կտակ այդ խոցելի խմբերին առաջին հերթին մեր հաշմանդամ տղաներին պատերազմից հետո ցավոք մենք ունեցանք այս տարի պատերազմի մասնակից տղաների մահեր էլ գրանցվեցին ինքնասպանության մի խոսքով այո դա մենք տեսեք շատ բաները գիտեք ես իրենցից բավական մեծ եմ բայց իրենք այն փորձը ունեցան կյանքի որ ես չեմ կարող իրենց խորհուրդ տալ իրենք ինձ կարող են դաս տալ ես մի մարդու որը բավականին գիտելիք ունի ես իրենց միայն կարող եմ ասել որ ես ձեզ շատ սիրում եմ ու եթե նորից եմ կրկնում ես դա արել եմ պատերազմի ժամանակ անմիջապես պատերազմից հետո եթե իմ կարիքը տղաներ ջան եթե իմ կարիքը ունեք եթե դուք հավատում եք որ ես կկարողանամ ձեզ օգնել ցանկացած ժամանակ առանց որևէ բանի դուք կարող եք ինձ դիմել եւ ես հաճույքով ես դա էլի կշարունակեմ համարել իմ սրբազան
պարտ կա, որովհետև երևի եթե մենք խոսում ենք ոգեղենության մասին, ոգեղենության ամենակարևոր գրավականը քո ազգին ծառայելն է։ Ես դա հաճույքով կանեմ։ Իսկ այդ բոլոր խոցելի խմբերը հուսահատությունը չլինի, հա, որ իմիջայլոց մի մտածեք, որ մենք լինելով այս մասնագետները մենք չենք ունենում այն բոլոր բացասական հույզերը, որը որ մեր այցելուներն են ունենում, բայց մենք կարողանում ենք, չէ, հաղթահարել, մենք կարողանում ենք մեր վրա աշխատել, այ դուք էլ հաղթահարեք, աշխատեք եւ դուք կհասկանաք ինչի համար եք ծնվել, որովհետեւ հիմա ժամանակները դժվար են, հետևաբար մենք պետք է մեր վրա շատ աշխատենք։ Իսկ երբ որ բավարարված ենք լինում մեր վրայի աշխատակով, նոր մենք հասկանում ենք, որ մենք իզուր չենք ապրում։ Մեր ժամանակը ավարտվեց, շնորհակալություն եմ հայտնում, եթե խոսենք այս թեմաների շուրջ, պետք է խոսել եւ շատ է պետք խոսել, այնպես որ փորձենք օգտակար լինել մեր հանրությանը փոքրիկ թեկուզ այս հեռուստահաղորդումների ձևաչափով։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում, որ այսօր դուք իմ տաղավարում եք ինձ հետ։ Մենք էլ ենք շնորհակալ, որ ունեցանք հնարավորություն այս ամեն ինչը ասելու։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։